Եթե պետությունը չի կարողանում բնակչին պահել հողի վրա գյուղում, նա չի կարող պահել նաև այդ հողը։ Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մի շարք բնակավայրեր, եթե նախկինում հնարավոր էր հասնել 15-20 րոպեում, հիմա մի ժամ ու կես, ընդ որում բավականին բարդ ռելիեֆով, բավականին դժվար անցանելի ճանապարհներով։ Իսկ սա նշանակում է, որ հասանելիությունը այդ բնակավայրեր ծառայության տեսանկյունից եւ ոչ միայն բավականին բարդ իրավիճակ է ստեղծում։ Հիմա զինված թշնամին մեր բնակավայրերում, մեր սուվերեն տարածքում, մեր բարձունքներից վերահսկում է խաղաղ բնակչությանը։ Այդ օրերին բավականին շատ մարդիկ մահանում էին մի քանի օր իրար հետևից, այդ դուրս էին եկել Արցախից ծանր հիվանդություններով, ստրեսով, որը գալիս էր ասում էր որտեղ են ձեր ճամբարները, մենք ասում ենք մենք ճամբարներ չունենք։ Եվ բոլորը ապշում էին, ասում էին իսկ որտեղ են այս մարդիկ, այդ հազարավոր մարդիկ որտեղ են, ասում ենք հյուրընկալված են ընտանիքներում։ Ողջույն, անցյալ ու ներկա, այսօր մենք ունենք հնարավորություն զուգահեռներ անցկացնելու անցյալի և ներկայի միջև։ Ինձ մոտ տաղավարում զրուցակից է լրագրող, ով շուրջ 15 տարի լուսաբանել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները, և այսօր ես նրան ունեմ բազմաթիվ հարցեր ուղղելու, և իմ զրուցակիցն է Իրինա Յուլիանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Յուլիան, դուք շուրջ 15 տարի պարբերական բնույթով լուսաբանել եք Սյունիքի տարբեր միջոցառումներ և իրադարձություններ։ Սյունիքը այս 15 տարիների ընթացքում և այսօր ինչ փոփոխություն կա, այդ մարդկանց կյանքում ինչ է փոխվել։ Շնորհակալ եմ նախհրավերի համար եւ եթե խոսելու լինեմ իմ մասնագիտական գործունեության ընթացքում բարձրաձայնված հանրային խնդիրների մասին, պիտի արձանագրեմ հետեւյալը, որ ինքս լինելով մշտապես նաեւ որպես ընդդիմադիր լրատվամիջոցներում աշխատած մարդ, քննադատաբար եմ մոտեցել շատ հարցերի, սկսած ենթակառուցվածքների թույլ զարգացվածության վիճակից, ավարտված մինչև ծառայությունների հասանելիության խնդիրներ, բայց այն իրողությունը, որ մենք ունենք այսօր, անհամեմատելի է, որովհետև եթե Գորիսի օրինակը բերելու լինեմ, մենք նախկինում ունեցել ենք Արցախ, որը վահան էր Սյունիքի համար, ունեցել ենք դեպի Արցախ բաց ճանապարհ, ունեցել ենք Գորիս-Կապան ճանապարհը, բայց ցավոք սրտի այսօր Գորիսը իզոլացված է այդ հաղորդակցության կապերից եւ բավականին լուրջ մարտահրավերներ կան ամբողջ մարզում, ոչ միայն մեր հիմնական ճանապարհները կորցնելուց հետո այլընտրանքային ճանապարհներ են, որոնք լոգիստիկ իմաստով եւ շատ առումներով լուրջ խնդիրներ են առաջացնում։ Եվ բացի դրանից այն բոլոր խնդիրները, որ օրինակ ես նախկինում արձանագրում էի իմ մասնագիտական գործունեության ընթացքում, շատ ավելի խորացել են եւ որպես շղարշ ստեղծել ճգնաժամային իրավիճակ։ Եվ եթե ես հիմա փաստերով խոսելու լինեմ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ քաղաքական հայտարարություն եմ անում, մի քանի վիճակագրություն ընդամենը կբերեմ, որպեսզի մենք այդ փաստերը արձանագրենք, սկսած ժողովրդագրական խնդիրներից, որ բնակչության թիվը զգալի կրճատվել է, որ ունենք բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր եւ ընդհանրապես հեռավոր բնակավայրեր, որտեղ բնակչության հիմնական մասը արդեն դրսում է, գյուղերը դատարկվում են, արտագաղթել են։ Այո, արտագաղթել են, օրինակ 150 տնտեսությունից կարող է 40 տնտեսություն բնակվի բնակավայրում։ Այսինքն մենք ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրների հետ ենք բախվում, այդ խնդիրները այլևս ազգային անվտանգության խնդիրներ են, որովհետև յուրաքանչյուր փակ դուռ նշանակում է պարտություն կռվում, որովհետև սա նույնց եմ կրկնում, այլևս ազգային անվտանգության հարց է, ոչ թե սոցիալ-տնտեսական։ Գյուղատնտեսության ոլորտում, եթե օրինակ խոսելու լինեմ, բավականին լուրջ անկում ունենք, միայն անասնապահության ոլորտում 1.5 անգամ անասնագլխաքանակը մարզում կրճատվել է։ Բոլոր ոլորտներում։ Սա ինչով է պայմանավորված։ Ձեր նշած ալտերնատիվ կոչվող ճանապարհը,
որով երթև եկելը նույն բնակչի համար խնդրահարույց է։ Ինչու՞մն է այդ խնդիրը, անվտանգ չի այդ ճանապարհը, մարդը վտանգ է զգում։ Հանձնվեցին բազմաթիվ արոտավայրեր, հիմա շեշտում եք, որ անասնապահություն անկում է ապրել։ Որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք առաջացել են վերջին տարիներին Արցախի հանձնումից հետո։ Միանշանակ անարդյունավետ կառավարում, որովհետև վերջին 8 տարիների ընթացքում, երբ որ այս իշխանությունը եկավ իշխանության, բավականին լուրջ խոստումներով, որ կփոխվի մարդկանց կյանքի որակը, որ տնտեսական աճ կարձանագրենք, բայց փաստը եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք բացարձակապես չենք փոխել մեր բնակիչների կյանքի որակը։ Եվ գյուղում ապրող ցանկացած մեկին, եթե մոտենակ եւ հարցնեք ինչ է փոխվել վերջին տարիներին ձեր կյանքում, մեծ մասամբ 90%-ից ավել ասում են ոչինչ։ Հիմնականում նշում են, որ երիտասարդները գյուղում չեն, մեծ վտանգ են տեսնում, մտավախություն են տեսնում, դպրոցների փակման հետ կապված այս ծրագիրը կարող է ամբողջովին դատարկել գյուղերը, որովհետև եթե մի քանի երեխա է մնացել բնակավայրերում, սովորում են դպրոցներում, աշխատատեղեր կան, դրանց փակման պարագայում եւս արտագաղթի մեկ ալիք կարող է բարձրանալ, որտեղ գյուղացին իշխանության կենտրոնում չի եղել, ենթակառուցվածքներ չեն զարգացել, ծառայությունները հասանելի չեն դարձել, ընդհակառակը ավելի են ծառայությունները անհասանելի դարձել բնակիչների համար եւ ըստ էության կյանքի որակը չի փոխվել։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների մասին, օրինակ Արցախում երբ որ ճանապարհը գործում էր, տնտեսական իմաստով բավականին լուրջ հնարավորություններ կար Սյունիքի համար։ Խանութներն էին, Արցախից գալիս էին, առևտուր էին անում եւ կոնկրետ Գորիսում բավականին լուրջ տնտեսական աշխուժություն կար այդ իմաստով։ Լոգիստիկ իմաստով Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մի շարք բնակավայրեր, եթե նախկինում հնարավոր էր հասնել 15-20 րոպեում, հիմա մի ժամ ու կես, ընդ որում բավականին բարդ ռելիեֆով, բավականին դժվար անցանելի ճանապարհներով։ Իսկ սա նշանակում է, որ հասանելիությունը այդ բնակավայրեր ծառայության տեսանկյունից եւ ոչ միայն բավականին բարդ իրավիճակ է ստեղծում եւ հետեւաբար կարող ենք ասել, որ ոչ արդյունավետ կառավարումը բերում է բավականին լուրջ ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների, նաեւ ազգային անվտանգության։ Դուք գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում եք Սյունիքի, Գորիսի յուղաբնակ բնակչության հետ, մարդիկ հույս կապում են թրիփի հետ, տարածաշրջանը իրենց գյուղերը նորից ակտիվացնելու համար, թեկուզ նույն առևտրային տեսանկյունից։ Տեսեք, բավականին շատ է խոսում անվտանգության հարցերի մասին, բավականին շատ է խոսում խաղաղության մասին, թրիփի մասին եւ այլն, բայց շոշափելիության առումով եւ զգացողությունների առումով բավականին տարբեր են քարոզչության եւ բնակչության զգացողության այսպես ասած հակադարձ համեմատական է այդ ամեն ինչը, որովհետև նույն բնակավայրեր, երբ որ ինքս այցելում եմ եւ խոսում եմ մարդկանց հետ, թշնամին նախկինում մի քանի 100 կիլոմետր հեռու էր մեր բնակավայրերից։ Հիմա զինված թշնամին մեր բնակավայրերում, մեր սուվերեն տարածքում, մեր բարձունքներից վերահսկում է խաղաղ բնակչությանը։ Ոչ միայն վերահսկում է, տնտեսական եւ սոցիալական իմաստով բավականին լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետեւ մենք կորցրել ենք դաշտեր, արոտներ, որոնք նաեւ վերահսկվում են։ Սա սոցիալ-տնտեսական առումով լուրջ ազդեցություն ունի բնակչի վրա։ Եվ հետեւաբար միայն խոսելը տարիներ շարունակ, երբ որ արդյունքը դրա չկա, որևէ զգացողություն չի առաջացնում ապահովության բնակչի համար, ոչ անվտանգության տեսանկյունից, ոչ սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից։ Մյուս կողմից էլ հավատը առհասարակ բավականին մարել է, որովհետև տարիներ շարունակ խոսել եւ ներկայացնել իրավիճակը որպես արդյունավետ, բայց երբ որ մարդը իր սեփական մաշկի վրա դա չի զգում, նորից եմ ասում, ոչ անվտանգային զգացողության տեսանկյունից, ոչ բարեկեցության տեսանկյունից, ոչ տնտեսության զարգացման տեսանկյունից, երբ որ չի զգում, հիմա շատ դժվար է համոզել, որ եւս մեկ անգամ պիտի տրվի հնարավորություն եղածը զարգացնելու համար, որովհետեւ իսկապես քաղաքականությունը անցյալի մասին չէ։ Ցավոք սրտի հիմա անընդհատ հողում է արվում անցյալին, բայց ներկան եւ ապագան
հատկապես ներկան մենք անընդհատ ինչ որ ճգնաժամային իրավիճակի մեջ ենք եւ մենք անընդհատ ճգնաժամեր ենք մարտահրավերներ ենք փորձում նվազեցնել, լուծել, զարգացման ճանապարհով չի գնում երկիրը բացարձակապես։ Տիկին Յուլիան, իշխանությունները պնդում են, որ որևէ դիրք ադրբեջանական Հայաստանի սուվերեն տարածքում չկա, դուք որպես ականատես հակառակն եք պնդում, իսկապես սուվերեն տարածքում Հայաստանի տեսել եք շրջայցերի ժամանակ գյուղեր, ադրբեջանական դիրքեր եւ իսկապես այսպես պատկերավոր ասենք գյուղում կանգնած գյուղացին ադրբեջանցում տեսնում է, ընդ որում նա վերևում, հայ գյուղացին ներքևում։ Մենք 240 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացված է թշնամու կողմից։ Եթե նույն դիտարկումը անենք Գորիսկապան ճանապարհի հետ կապված ու ասենք, որ օրինակ ինչպես որ շատերը պնդում են մինչև հիմա որ հայկական չէ, այսպես ասած չակերտավոր, բայց դրա հետ կապված մենք ունենք փաստեր։ Երբ է կառուցվել Գորիսկապան ճանապարհը։ Խորհրդային Հայաստանի այսպես ասած շինթույլտվություններն են եղել եւ կա այն ժամանակ մինիստրների խորհրդի որոշումը, չեմ հիշում հոկտեմբերի 16 թե 17 այդ ճանապարհը կառուցվել է այդ ժամանակահատվածում եւ եթե դու տեր չես կանգնում քո երկրի այսպես ասած սեփականությանը, անընդհատ գնում ես զիջողականության ճանապարհով, բնական է որ միշտ պատճառաբանություններ լինելու են։ Եթե պետությունը չի կարողանում հասարակ օրինակ բերեմ, բնակչին պահել հողի վրա գյուղում, նա չի կարող պահել նաեւ այդ հողը։ Եվ ցանկացած պատճառաբանություն կարող է բերել հրաժարվելու այն ամեն ինչից, ինչը որ պատկանում է մեզ։ Իսկ մենք տեսնում ենք, որ այս անընդհատ զիջողականության ընթացքը որևէ կերպ կանգ չի առնում։ Հետևաբար, այո, մեր երկրին պետք են մարդիկ, ովքեր կարող են մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերել, երկիրը տանել զարգացման ճանապարհով, խոսել ուժեղի դիրքերից եւ տեր կանգնել այն ամեն ինչին, ինչը գոնե մինչև հիմա ունենք։ Տիկին Յուլիան, եթե համեմատություն անելու լինենք, կարող ենք ասել, որ նախկինում Գորիսի եւ Սյունիքի գյուղերը ունեին կենցաղային խնդիրներ, առօրեական խնդիրներ, ապրուստի խնդիրներ, իսկ այսօր արդեն անվտանգային նաեւ։ Միանշանակ, այդ ամեն ինչին, որովհետև մեծ հաշվով չեն կարող արձանագրել, որ նորից եմ ասում գյուղերում մենք ունենք սոցիալ-տնտեսական կամ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներ ամբողջ մարզում։ Այդ խնդիրները շարունակում են մնալ, որոշ դեպքերում ավելի են խորացել։ Շատ բնակավայրեր ունենք, որ դարձել են սահմանամերձ, դարձել են սահմանապահ, մարդիկ ունեզրկվել են, ունեցել են դաշտեր, արոտներ, զբաղվել են գյուղատնտեսությամբ, զբաղվել են անասնապահությամբ, գլխաքանակի օրինակը քիչ առաջ բերեցի, 1.5 անգամ կրճատվել է։ Սա ինչ է նշանակում, որ գյուղացու եղած եկամուտը 1.5 անգամ պակասել է։ Դրա փոխարեն այնպես չի, որ նորից եմ կրկնում, բազմաթիվ բնակավայրերում դպրոցներ, մանկապարտեզներ չկան, առանձին խմբակներ չկան, մշակութային հաստատություններ չկան, գոնե այդ ծառայությունները հասանելի չեն դարել, ընդհակառակը հիմա օրակարգում հարցեր են բերվում, որ եղածն էլ մի շարք բնակավայրերում փակվելու են։ Եվ սա լուրջ մարտահրավեր է։ Դուք սրա մեջ միտում տեսնում եք, որովհետև զիջել հերթական հողատարածք, որը դատարկ է, շատ ավելի դյուրին է, քան թե բնակեցված գյուղ հանձնել, որտեղ մարդը իր հողին կպած է եւ այդտեղ տեսնում է իր վաղվա օրը։ Մինչդեռ եթե չկա դպրոց եւ այլը, բնականաբար մարդիկ պիտի գնան ավելի հարմարավետ գյուղերում, քաղաքներում ապրելու եւ այլևս իրենց հայրենիքը դառնում է հողատարածք, որը հանձնելը շատ ավելի դյուրին է։ Դուք այստեղ միտում տեսնում եք։ Ցանկացած իշխանության խնդիր պետք է լինի, նախ ես մի խնդրի մասին եմ ուզում ասել, երբևէ որևէ պարագայում օրինակ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը սակարկման կամ քննարկման թեմա չի եղել։ Սա ցանկացած իշխանության խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խնդիրը բերում է օրակարգ եւ մեր սուվերեն տարածքը, այսպես ասած, այլևս դարձել է սակարկման եւ քննարկման թեմա։ Սա ամենամեծ ձախողումն է։
եւ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եթե կառավարման լուրջ խնդիր կա եւ ի վիճակի չեն երկիրը տանել զարգացման ճանապարհով, իհարկե սա կարող ենք դիտարկել բոլոր իմաստներով՝ միտում, փորձառության պակաս, ցանկության պակաս, այսինքն բոլոր այսպես ասած բացական ձևակերպումները հնարավոր է կիրառել, որովհետև եթե արդյունքը շարունակում է մնալ երկրի անընդհատ հետընթացը, սա նշանակում է, որ համակարգում կան լուրջ խնդիրներ, հատկապես այն դեպքում, երբ որ մարդիկ բավականին երկար ժամանակահատված ունեին կառավարման եւ կարող էին փոփոխություններ բերել։ Բայց ի վերջո մենք տեսնում ենք, որ արդյունավետ չի ստացվել այդ ամեն ինչը եւ տեսնում ենք հատկապես տարբեր համայնքներ շրջելով տեսնում են, որ իրոք մարդիկ փոփոխություն են ուզում, որ իսկապես ուզում են փոփոխություններ, ուզում են ուժեղ ղեկավար, ով կարող է գալ եւ այս իրավիճակից երկիրը հանել։ Դուք աշխատել եք նաև Գորեսի քաղաքապետարանում, գերծանրաբեռնված օրեր էին բոլոր կառույցների համար, հատկապես նման մարմինների համար եւ հատկապես Արցախի հայաթափման օրերին Գորիսը այնպիսի տարածք դարձավ այդ օրերին, որտեղ մեր հայրենակիցները գալով կարողանում էին խորը շունչ քաշել։ Ինչ ծանրաբեռնվածությամբ աշխատեցիք, բացի նրանից, որ տարական սննդից մինչև հիգիենայի պարագաներ ապահովելու խնդիր կար, նաև հոգեբարոյական լարված իրավիճակ էր, ֆանտաստիկ եւ սրան դիմանալ էր պետք։ Ինչպես կազմակերպեցիք այդ աշխատանքները այդ հոսքը ընդունելու եւ մարդկանց առաջին օգնությունը ցուցաբերելու համար։ Իհարկե բավականին դժվար էր առաջին հերթին հոգեբանական իմաստով, որովհետև երբ տեսնում ենք հազարավոր մեր հայրենակիցները ունեզրկված, կիսաքաղցած, հյուծված, այդ օրերին բավականին շատ մարդիկ մահանում էին մի քանի օր իրար հետևից, այդ դուրս էին եկել Արցախից ծանր հիվանդություններով, ստրեսով եւ այլն։ Այդ հոգեբանական խնդիրը առաջին հերթին։ Բայց նաև պատերազմից հետո ես միշտ հիշում եմ, որ աշխարհի տարբեր երկրներից Գորիսում լրագրողներ կային, լրատվական խմբեր կային, ովքեր լուսաբանում էին, որը գալիս էր ասում էր, որտեղ են ձեր ճամբարները, մենք ասում ենք, մենք ճամբարներ չունենք։ Եվ բոլորը ապշում էին, ասում էին, իսկ որտեղ են այս մարդիկ, այդ հազարավոր մարդիկ որտեղ են, ասում ենք, հյուրընկալված են ընտանիքներում։ Ես ուզում եմ հայի այս բացառիկ յուրահատուկ բնավորության մասին խոսել, որ մեր հայրենակիցները ինչպիսի հոգատարությամբ սա մի մարդու գործ չէր։ Ամբողջ համայնքը եւ ոչ միայն, նաեւ հանրապետության տարբեր անկյուններից մարդիկ էին եկել, Սփյուռքից էին եկել, ովքեր իրենց աջակցությունն էին առաջարկում, եւ սա լավագույն օրինակն է, երբ որ մենք պառակտված չենք, միասնական ենք, մենք ինչպես ենք կարողանում հաղթահարել ցանկացած դժվարություն։ Սա լավագույն օրինակն է ինձ համար, թե ինչպես դպրոցահասակ տարիքի երեխաները 24-ժամյա ռեժիմով իրենց ոչ մեկ ոչինչ չէր ասում, իրենց ցանկությամբ, իրենց կամքով գալիս էին ցուրտ, սառնամանիք օրեր էին։ Շատ լավ հիշում եմ այդ օրերը, որ անգամ բնությունն էր դժգոհ այդ իրավիճակից, սառնամանիք էր սաստիկ, բայց ոչ մի երեխա տուն չէր գնում, բոլորը փորձում էին հյուրասիրել տաք թեյ, սնունդ եւ այլն։ Ես այս ազգային միասնականությունը շատ կարեւորում եմ։ Հոգեբանական, տնտեսական, սոցիալական առումով մեր Արցախի հայրենակիցները իսկապես զրկանքների միջով էին անցնում ու շատերը մինչև հիմա այդ process-ի մեջ են։ Լուրջ մարտահրավերներ հաղթահարելով փորձում են Հայաստանում կեցության խնդիր լուծել, աշխատանքի խնդիր լուծել, բայց մեզ ցանկացած իրավիճակից եւս մեկ անգամ արձանագրենք, որ մեր միասնությունը, մարդասիրությունը, այն շատ դրական կողմերը, որ անընդհատ ուզում են ջարդել, կոտրել, պառակտելով, իհարկե այս ամեն ինչի դեմը պետք է առնվի, որովհետև մենք շատ դրական որակներ ունենք ու պետք է շեշտը դնենք այս ամեն ինչի զարգացման վրա։ Ես հիշեցի Արցախի այդ սովահար օրերը, երբ արցախցիները բղավում էին, օգնություն էին խնդրում ու
կոչ էին անում աշխարհին խոսել այս մասին, հիմնականում լռում էր աշխարհը։ Հատուկենտ ինչ որ արձանագրումներ էինք տեսնում, որոնք իրավիճակը չէին փոխում։ Հայաթափումից հետո որոշ կազմակերպություններ ձեռք մեկնեցին օգնության, հումանիտար օգնության մասին է խոսքը։ Այստեղ երկու տեսակի կարծիք կա։ Մի մասը ասում է, ոչ չեն օգնել, ինչքան էլ որ օգնել են դրա կարիքը չկար, նախքան սա էր հարկավոր միջամտել։ Մյուսներն էլ ասում են, որ իսկապես լավ օգնություն ենք ստացել եւ մենք ունեինք դրա կարիքը։ Դուք որպես ականատես։ Նախ սկսեմ նրանից, որ նմանատիպ իրավիճակները փոքր երկրների համար պիտի դաս քաղելու առիթ լինեն, որ ամեն դեպքում հույսդ երբևէ որևէ մեկի վրա չպիտի դնես։ Եվ մի քանի կարևոր կետեր կան, որ փոքր պետությունները պիտի գնան այդ ճանապարհով։ Ունենան ազգային գաղափարախոսություն, ռազմավարություն, ունենան ուժեղ բանակ եւ հասնեն տնտեսական ինքնուրույնության։ Եթե աջակցության կարիք ես անընդհատ ունենում եւ կախվածություն ես ունենում, իհարկե մի դեպքում կարող ես դժգոհ լինել։ Մի դեպքում կարող ես բավարարված լինել, բայց խնդիրը նա է, որ մենք առաջին հերթին այնպիսի երկիր պիտի կառուցենք, որ մեր հույսը մենք մեզ վրա կարողանանք դնել։ Ինչ վերաբերում է հանգամանքին, որ միջազգային կառույցները, կազմակերպությունները, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհը համարժեք պատասխան չտվեց, այն ժամանակ, երբ որ ես պաշտոն էի զբաղեցնում, ինքս էլ շատ տարբեր այդ հանդիպումների ժամանակ նաև Արցախի մեր հայրենակիցներն էին շատ հաճախ մասնակցում, բացառապես հարցադրումը հետևյալն էր, որ մեզ ավելի անհրաժեշտ է, որպեսզի մենք վերադառնանք Արցախ, մեր պապեկան հողը, մեր տները վերադառնանք, քան որևէ հումանիտար աջակցություն ստանանք։ Սա օրակարգային հարցեր բոլոր իմաստներով։ Բայց իհարկե նաև պիտի արձանագրեմ, որ բավականին միջազգային կազմակերպությունները այդ ճգնաժամին արագ արձագանքել են նաև աշխարհասփյուր հայերը, մինչև օրս մենք շատ նվիրյալ հայրենագիցներ ունենք, որ անկախ իրավիճակից, անկախ քաղաքական տրամադրություններից եւ այլն իրենք պատրաստ են լինել մեր հայրենագիցների կողքին եւ մինչեւ հիմա ինչով որ կարողանում են փորձում են որևէ ընտանիքի հոգս հոգալ, որևէ ընտանիքի խնդրեմը վերցնել իրենց ուսերին եւ նեցուկ լինել։ Տիկին Յուլիան, այսօր դուք միացել եք Ուժեղ Հայաստան կուսակցության, ինչու եք միացրել։ Եվ արդյոք հենց այս կուսակցությունն է, որը դուք ընդունում եք իր արժեհամակարգով, նպատակով, ինչը ձեզ տարավ այս կուսակցություն։ Նախ ամբողջ հաղորդման ընթացքում էլ ես ներկայացրեցի, թե ինչպիսի մարտահրավերներ կան եւ ես այդ ամբողջ համակարգային խնդիրները տեսնելով վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկրին անհրաժեշտ է կառուցող մարդ։ Սամվել Կարապետյանը իր կյանքի ընթացքում ապրելով դրսում եւ ֆինանսական կարողություններ ստեղծելով դրսում, եթե հարց ծագի, որտեղ է այդ կարողությունը, պատասխանը հետեւյալն է, որ Հայաստանի բոլոր անկյուններում։ Եվ իսկապես ինքը կարողացել է անձնական օրինակով ցույց տալ, որ կառուցող մարդ է։ Իսկ մեր երկիրը գտնվելով տնտեսական առումով ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում, քաղաքականության մեջ շատերը կարող են արհեստավարժ խոսել խնդիրների մասին, դրանց լուծման ճանապարհները ցույց տալ, բայց իրականում կառուցողները շատ քիչ են։ Եվ դա է պատճառը, որ մենք այսօր հասել ենք այս կետին։ Իսկ Սամվել Կարապետյանը իր փորձով, կառավարման հնարավորություններով ունի միջազգային կշիռ եւ այդ կշիռը մշտապես, այսպես ասած, օգտագործել է Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Հետևաբար վստահաբար կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ իր ամբողջ պոտենցիալը, հնարավորությունները, միջազգային կապերը օգտագործելու է հետ այսուել Հայաստանը ուժեղացնելու, զարգացման ճանապարհով տանելու համար։ Եվ նորից ականատեսի աչքերով այդ օրերին, որովհետև հիմա շատ վիճելի է, ասում են, իսկ ինչ է արել Սամվել Կարապետյանը, իսկ ինչ է արել, ուր էր նա այս օրերին, պատերազմի օրերին եւ այլն, դուք մարդ, ով
հենց Գորիսի էպիկենտրոնում որպես նաև համակարգող մարմին եղել եք Սամվել Կարապետյանը այս օրերին, երբ մենք հայաթափման օրեր էինք վերապրում, հյուծված արցախցիներին սատար կանգնել է, թե ոչ փաստացի դուք դա տեսել եք։ Այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում այսօր, անպայման ամեն ինչ անել մարդու հեղինակությունը իջեցնելու համար, կատարած աշխատանքը արժեզրկելու համար, իհարկե այս համատեքստում կարող են լինել այդպիսի խոսակցություններ, բայց փաստը այն է, որ Սամվել Կարապետյանը եւ պատերազմի ժամանակ, եւ պատերազմից հետո թիկունքային աշխատանքների կազմակերպման գործընթացում բավականին մեծ ներդրում է ունեցել Արցախում ու պատահական չի, որ այսօր նաև բանակին աջակցելու համատեքստում Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի կողմից։ Դա բացարձակապես պատահական չի եւ ուղղակի խնդիրն այն է, որ երբևէ չեն բարձրաձայնվել նաև իրենց կողմից այն ժամանակ երբևէ չեն բարձրաձայնվել եւ ես կարծում եմ, որ սա բարոյական է, որովհետեւ եթե մարդը առանց ավելորդ աղմուկի իր խղճի մտքի պարտքն է համարում լինել զրկանքների միջով անցնող իր հայրենակցի կողքին առանց ավելորդ գովազների։ Սա նաև խոսում է մարդու բարոյական որակների մասին։ Իսկ Սամվել Կարապետյանը այդ եզակի մարդկանցից է, ով ահռելի մեծ ներդրում է իրականացրել առանց ավելորդ աղմուկի եւ երբեք դա չի դարձրել շահարկման թեմա կամ քննարկման թեմա։ Սյունեցիները, գորիսիցիները, գյուղաբնակ մեր բնակչությունը, մարզաբնակ մեր բնակչությունը ինչ վերաբերմունք ունի ուժեղ Հայաստան կուսակցությանը, Սամվել Կարապետյանն ինչպիսի տրամադրվածություն կա ուժի հանդեպ, ինչ եք շոշափել այս եղանակի առումով։ Բավականին դրական եւ ամեն օր օրի մեր համագիրների թիվը ավելանում է։ Ես մի քիչ առաջ էլ ասեցի, որ մարդիկ այս թույլ վիճակին հարմարվելուց արդեն հոգնել են եւ տեսնում են այն ուժեղ առաջնորդին, ով կարող է երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով։ Դա ամենօրյա մեր աշխատանքում նկատելի է։ Անհատները առանձին գալիս են, անդամագրվում են, որպես կամավոր են ցանկանում, նաև բնակավայրերում մարդիկ փոփոխություն են ուզում, նոր ուժ, բոլորովին նոր ուժ, ով կարող է գալ եւ մի փոքր թեթևացնել մեր հայրենակիցների հոգսը։ Իսկ Սամվել Կարապետյանը, նորից եմ կրկնում, փորձով, գործնականում ապացուցել է, որ ինքը կառուցող մարդ է։ Ձեր անձնական շփումներից ինչ եզրակացության եք եկել, որքան եք գնահատում անձամբ դուք, ելնելով ձեր անձնական շփումներից ուժեղ Հայաստան կուսակցության հաղթանակի հավանականությունը։ Ինձ համար մշտապես կարևոր է եղել մարդու սկզբունքայնությունը։ Սամվել Կարապետյանը կարող էր շատ հանգիստ ապրել իր ունեցվածքով, Հայաստանում ապրել, Հայաստանից դուրս ապրել, բայց իր մոտեցումը արժեքները պաշտպանելու, հայկական արժեքային համակարգը պաշտպանելու տարան, այսպես ասած, կալանքի ճանապարհով։ Եվ որևէ գործարքի չգնաց Սամվել Կարապետյանը, ինչը խոսում է իր կամքի եւ ուժեղ հատկանիշների մասին։ Սա ինձ համար ամենակարևորն է եղել։ Շատ գնահատում եմ այն փաստը, որ Սամվել Կարապետյանը մինչև վերջ մնաց իր սկզբունքին պաշտպանել մեր ազգային արժեքները առանց որևէ գործարքի գնալու կամ սակարկման թեմա դարձնելու։ Սա խոսում է մեծ կամքի, արժանապատվության, ինքնասիրության մասին, իսկ ինձ համար դրանք կարևոր արժեքներ են։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ եւս մեկ անգամ հրավերի համար։ Իմ զրուցակիցներ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Իրինա Յոլյանը։ Նախքան ընտրության գնալը խնդրում եմ լուրջ մտածեք այս մասին, որովհետև հենց ձեր ձայնը կարող է բախտորոշ լինել Հայաստանի վաղվա օրվա վերաբերյալ։ Եվ ոչ միայն բախտորոշ, այլ նաև առհասարակ Հայաստան լինելու է, թե ոչ։ Հենց դու ես որոշելու քվյախցիկում։ Եվ սուտ է, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, սուտ է քվյախցիկում ձեզ վերահսկել չեն կարող։ Ընտրեք այն ուժին, ում վստահում եք։ Ընտրեք այն ուժին, ով ձեզ չի խաբել։ Հանդիպելու ենք նորից։ Առայժմ